Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Քննչական կոմիտեում ավարտվել է անչափահաս որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը պարզվել է, որ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու եւ նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով խոհանոցային դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել վերջինիս արթնանալու եւ դանակը որդու ձեռքից խլելու պատճառով։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց կիրառվել տնային կալանքը։ Ազգային ժողովի պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած անձը մի շարք այլ անձանց օժանդակությամբ 2021 թվականին խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 58 միլիոն 993 հազար դրամի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով Երևանի կենտրոնական հատվածում գտնվող 256 քառակուսի մետր մակերեսով ոչ բնակելի անշարժ գույքը, իսկ նախկին պաշտոնյային օժանդակած անձինք նպատակ ունենալով քողարկել հիշյալ գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը ձևական գործարքների միջոցով այն գրանցել են տարբեր անձանց անուններով եւ օրինականացրել։ Բացի այդ, պարզվել է, որ նախկին պաշտոնյան մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է Երևանի մեկ այլ հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի 51 միլիոն 886 հազար դրամի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող խոհամասը։ Երկու անշարժ գույքերի վրա արգելանք է դրվել պատճառված վնասի ավելի քան 110 միլիոն դրամի չափով։ Քննչական կոմիտեում ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը պարզվել է, որ ամուսինները հանդիսանալով տարբեր կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ եւ առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկհաշվետվություններ ներկայացնելու առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու եւ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով դիմումներ են ներկայացրել ֆինանսների նախարարություն եւ պետական եկամուտների կոմիտե, որոնց հիման վրա իրենց բանկային հաշիվներին ստացել են վերը նշված ընկերություններին ու անձանց տրամադրման ենթակա գումարները։ Ամուսինները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 8 միլիոն 750 հազար դրամ գումար։ Նոյեմբերի 18-ին քաղաքացին ահազանգել է, որ Երևանի Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։ Հաղորդում է ստացվել նաև Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդը։ Ոստիկանները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքը պատճառել է մեկ այլ օտարերկրացի 28-ամյա երիտասարդ, որը բնակվում էր հենց Հերացու փողոցում։ 28-ամյա օտարերկրացին հայտնաբերվել է։ Նոյեմբերի 19-ին հաղորդում է ստացվել, որ Երևանին ու Բարաշենի աղբավայրի աշխատողները նկատել են Սարից իջնող տղամարդու, որը ընկել է եւ հնարավոր է մահացել։ Շտապօգնության խումբն արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Նոյեմբերի 13-ին տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել օտարերկրացի մի կին։ Պարզվել է, որ վիրավորը Ռուսաստանի քաղաքացի 25-ամյա Յուլիան է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող Հայրիկ ռեստորանի VIP սրահում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավոր կինը նշված վայրում գտնվել է Երևանի բնակիչներ 34-ամյա Սերյոժայի, 39-ամյա Վահանի, Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Դավիթի եւ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Սարոյի հետ միասին։ Սերյոժային ու Վահանին ձերբակալել են։ Նոյեմբերի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան 52 հասցեում գտնվող հայփոստի բաժանմունքում գողություն կատարելու նպատակով մարդ է մուտք գործել։ Նա հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել ու դիմել է փախուստի։ Ձերբակալվել է Երևանի բնակիչ 47-ամյա Արմենը։ Նոյեմբերի 18-ին Հովո Մակնիչի բեռնատարը Երևանի Նոր վարչական շրջանում պրեերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 73-ամյա Մելանիային, որը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս է բերել։ Պրեերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայի բժիշկներն էլ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պրեերթի ենթարկվածը մահացել է։ Նոյեմբերի 18-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամորի ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար կատուժած։ Պարզվել է, որ բախվել են Chevrolet եւ Mitsubishi Magnishi ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է, Mitsubishi Magnishi ավտոմեքենայի վարորդը մահացել է, հրդեհ մարվել է, այրվել է Mitsubishi Magnishi ավտոմեքենան։
Նոյեմբերի 18-ին Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջված հայտնվել Մարմարի գետի մյուս ափին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով մահացել է։ Նոյեմբերի 18-ին Երևանի Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Տիգրանի վարած Nissan Rouge եւ Երևանի բնակիչ 55-ամյա Աշոտի վարած Opel Zafira մագնիսի ավտոմեքենաները։ Վերջինը վրայերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով ահատող հետիոտնին, ապա հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածի վրա։ Վրայերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 18-ին Ստեփանավան Վանաձոր ճանապարհին DAF մագնիսի բեռնատարը, որը բարձված է եղել ցորենով, դեռևս անհետ հանգամանքներում կողաշրջվել է, ուժասներ չկան։